Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-597-521 եւ հայաստանյան 060 3511 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել են Պաշտպան Հայրենիաց ազգային մշակութային հիմնադրամի նախագահ պատմաբան Գագիկ Սաֆարյանին։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Ես նույնպես։ Պարոն Սաֆարյան, այսօր ձեր եւ հայության համար կարևոր օրերից մեկն է փետրվարի 2088 թվականը եւ Արցախահայությունը որոշում կայացրեց դուրս գալ ադրբեջանական ԽՍՀՄ-ից եւ միավորվել Մայր Հայաստանին։ Ազգային ազատագրական պայքար սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Դուք ակունքներում եք եւ ղեկավարում եք։ Հարցս հետեւյալն է. 37 տարի անց ինչ ունենք այսօր արձանագրված եւ ես հաղորդման սկզբին դիտում էի նաև Եռաբլուրում այնտեղ այցելած Արցախի վերնախավներ գնացել Եռաբլուր եւ լրագրողների հետ հարցազրույցներում բոլորը պնդում էին, որ Արցախը ետ ենք վերադարձնելու եւ Արցախը հանձնողները պետք է պատասխան տան։ Անկախ ամեն ինչից չանդրադառնամ Եռաբլուր այցելողներին կամ գնահատական չտամ կամ Արցախի հետ վերադարձի հետ կապված, ընդամենը նախադասությունը իմ հարցազրույցը սկսեմ այսպես. Արցախյան հաղթանակները, այո, փոշիացվել են, բայց Արցախյան հաղթանակների կամ ավելի ճիշտ եւ ազգագրական շարժման եւ ազգագրական պայքարի ոգին երբեք չի մարելու։ Արցախը պիտի անպայման լինի իր նախկին կարգավիճակով, Արցախը պիտի լինի հայկական, Արցախի ժողովուրդը պետք է անպայման վերադառնա Արցախ միջազգային հսկող գործիքակազմի վերահսկողության ներքո եւ կարծում եմ հեռու չի այն օրը, որ այս տեկտոնական շարժումները աշխարհաքաղաքական տուրբուլենտային հարափոփող իրադարձությունները վաղ թե ուշ բերելու են նրան, որ Արցախի ժողովուրդը արդարեցորեն պիտի բռնի քամբեքի վերադարձի ճանապարհը։ Կարծում եմ սա այլ թեմա է զրուցելու համար։ Ես, քանի որ ձեր հարցը սկսեցիք 1988 թվականի փետրվարի 20-ի այսի շարժան եւ հիրավի նվիրական կամ մեր պատմության համար մեծագույն նշանակություն ունեցող իրադարձությունից ես կուզենամ անդրադառնալ հենց սկզբի խոսեմ դրա մասին։ Պատմական առումով Արցախյան ազգագրական շարժումը միայն ու միայն կարող եմ համեմատել ավարի ճակատամարտի հետ, չնայած պատմական փաստերի առումով համադրելու շատ բան չունեմ, նշանակության առումով եւ հատկապես կհամեմատեմ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի առաջերտին Սարդարապետի հերոսամարտի հետ։ Հիմա թեթև պատմական, ինչպես ասում են, էքսկուրս կատարենք, այնուհետև անցնենք բուն իրադարձությանը։ Բոլորս գիտենք, որ 1918-20 թվականներին Անդրկովկասյան Սեյմի կործանումից հետո ստեղծում է Անդրկովկասում 3 հանրապետություն հարավային Կովկասում, Ադրբեջանի Մուսավաթական հանրապետությունը կամ իրենք ասում են Ադրբեջանի ժողովրդական հանրապետություն հիմա եւ Ալիևը, որ ներկայիս Ալիևը, որ Իլհամը համարում է իրեն Ադրբեջանին դրա օրինական ժառանգորդը, դա է, որ ասում է ձեր տարածքը Հայաստանի եղել է 10000 քառակուսի կիլոմետր նկատի ունենալով Բաթումի հաշտության պայմանագիրը։ Պայմանագրով Հայաստանի կազմող տարածքը։ Վրացական հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը։ Արցախը եւ Նախիջևանը, ինչպես նաեւ Զանգեզուրը չեն կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Այդպիսի բան չի եղել։ 1920-23 թվականներին Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը լինելով Ադրբեջանի կազմում տարածքային, ինչպես նաեւ Նախիջևանը բռնակցված չեն ունեցել ուրեմն վաշատարածքային ինքնավարության կարգավիճակ։ Այլևս չեմ ուզում 21 թվականի այդ տխրահարճակ որոշումներին եւ նիստերին անդրադառնալ,
1923 թվականի հուլիսին եւ նոյեմբերին Մոսկվայում Ալեքսանդր Միաստիկյանի համառ ջանքերով ստեղծվում է հուլիսին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, նոյեմբերին Նախիջևանի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետությունը։ Ընդ որում Արցախում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության քանակը կազմել է ավելի քան 82%, Նախիջևանի ինքնավար հանրապետությունում հայ բնակչության քանակը կազմել է 33-ից 35%։ Եվ բոլորս գիտենք, որ 60-ական թվականներին Ստեփանակերտում սկսվեց շարժում Բագրատ Բաբյանի, էլի նշանավոր մեր հաղորդիների ղեկավարությամբ 1985 թվականից մենք սկսեցինք ստորագրահավաքը եւ 1988 թվականի մեկ սկզբում կամ 1987 թվականի դեկտեմբերին մենք ունեինք սկզբից 80, այնուհետև այդ ստորագրությունների քանակը հասավ շուրջ 120,000-ի։ Շարժման մեկնարկից 85 թվականից մենք ունեցել ենք շատ հրաշալի անձնավորություններ, որոնց մի մասը այսօր ողջ են, խոսքս վերաբերում է Սլավա Սարգսյանին, Արցախի պատմաճարտարապետական հուշարձանների եւ նյութական մշակույթի պատմության լավագույն գիտակին, լավագույն գիտակ եմ ասում, ոչ թե լավագույն գիտակներից մեկին, այլ լավագույն գիտակին եմ ասում, որը թողեց այստեղի իր աշխատանքը, տեղափոխվեց Արցախ, վերաբերվում էր Գենային, որը աշխատում էր Հրազդանմաշ գործարանում, վերաբերում էր դարձյալ Արցախի պատմամշակութային հուշարձանների փայլուն մասնագետ Շահեն Խաչատրյանին, ինչ խոսք Արթուր Մկրտչյանին, ինչ խոսք միգուցե ինձ եւ առաջի հերթին ես պիտի շեշտեմ Իգոր Մուրադյանի անունը, քանզի չեմ պատկերացնում մեր պատմության մեջ մի մարդու, մեր պատմության մեջ, նույնիսկ եւ ներկայում եւ անցյալում, որ կարող էր իր մտքի փայլատակությամբ, իր խորհրդապատությամբ, իր հայրենասիրությամբ եւ իր ազնվությամբ պետության հանդեպ ունեցած իր անաղարտ բարոյական առաքինի կերպարանքով մոտեցմամբ, որը մեկը կարելի է նրա հետ հայմատել։ Այնպես պատահեց ստորագրություններին համընթաց 1987 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, մինչև 88 թվականի հունվարը տեղի ունեցավ մի քանի պատվիրակությունների այց Մոսկվա, ԽՄԳ Գենտկոմի պրոպագանդա եւ ագիտացիայի ազգությունների սեկտոր, Հադրութից կային ներկայացուցիչներ, Մարտակերտից, Ասկերանից, Ստեփանակերտից, 3 պատվիրակություններ, սկզբից աշխատավորներ, այնուհետև մշակույթի գործիչներ, բայց քանի որ այս նվիրական օրը ես պիտի մարդկանց անուններ պարտքս եմ համարում հիշեմ, պիտի հիշեմ Էմիլ Աբրամյանը Հադրութից, պիտի հիշեմ Վլադիմիր Խաչատրյանը Մարտունուց, Կամո Սաֆարյանը Գիշեցի Յուրան, Անգելինան, պիտի հիշեմ Ասկերանից Սլավիկ Արուշանյանը, պիտի հիշեմ Արկադի Կարապետյանը Ստեփանակերտից, Մարտակերտից Վիգեն Շիրինյանը, այնուհետև պատգամավորներ եւ այլը, եւ բոլորը նվիրական անուններ, որոնք հետագայում նաեւ խոսքս ինչ խոսք նաեւ Արթուր Մկրտչյանի մասին է, որոնք հետագայում իրենց մեծ մասնակցությունը բերեցին Արցախի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Լեռնային Ղարաբաղի հանրապետության, այնուհետև Արցախի հանրապետության ստեղծման, կերտման, այնուհետև ազգագրական պայքարի պատմության մեջ։ Ինչու սկսվեց փետրվարի 20-ը։ Արդեն երրորդ պատվիրակությունը, երբ որ գնաց Մոսկվա, հանդիպումներ, խոստումներ, անպայման այդ անարտարացի որոշումը կչեղարկվի, ԽՄԳ Կենտկոմում էին այդպես ասում, ստացվեց, որ փետրվարի 13-ին Արցախի մի շարք շրջաններում, Հադրութում, Մարտունիում, Ասկերանում տեղի ունեցան Արցախը, Հայաստան, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորման առաջին հանրահավաքները, թեկուզ մի քանի 100 հոգով։ Փետրվարի 20-ին բոլորս գիտենք տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մասխորհրդի արտահերթ նստաշրջանը, որը ընդունեց որոշում, որ պետք է մարզը հանել ադրբեջանական ԽՍՀ վարչատարածքային ենթակայությունից եւ խնդրել հայկական ԽՍՀ գերագույն խորհրդին մարզը ընդգրկելու հայկական ԽՍՀ-ի տարածքի մեջ, կազմի մեջ։ Փետրվարի 13-ից հետո, երբ որ արդեն մշակութի գործիչների պատվիրակությունը մեկնել էր Մոսկվա,
Գուրգեն Գաբրելյան, Ժաննա Գալստյան, Ղազարով, Գրողների միության Արցախի Լեռնային Ղարաբաղի ինքնարմարզի նախագահ Գրողների միության բաժանմունքի Վարդան Հակոբյան արդեն հասունացել էր Երևանում կազմակերպելու հանրահավաքը։ Այնպես ստացվեց, որ Իգոր Մուրադյանը նույն գիշերը ինձ ասեց, որ մենք պետք է անպայման պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կազմակերպենք հանրահավաք։ Փետրվարի 19-ին տեղի ունեցավ բնապահպանների հանրահավաքը, որոնց երթը եկավ Աբովյանից, ասեմ, մի քանի տասնյակ, միգուցե 100 հոգի, 150 հոգի ոչ ավել։ Եվ այնպես ստացվեց, որ փետրվարի 15-ին մենք պիտի արդեն պատրաստենք թռուցիկ։ Թռուցիկի պատրաստակամությունը հանձնարարի ես։ Խնդրեցի Մանկավարժական համալսարանի հաջորդի պատմության ամբիոնի դասախոս գիտությունների թեկածու Էդիկ Գևորգյանին իմ ընկերոջը, որպեսզի իր տպագրական մեքենայով պատրաստի այդ նյութը, բայց շատ խնդրեցի, որպեսզի դա մնա խիստ կոնֆիդենցիալ գաղտնապահության սահմանների մեջ։ Եվ մենք ունեցանք շուրջ 3000 թռուցիկ, որ ես այդ տարածեցի իմ անմիջական հսկողությամբ տարածեցի մի քանի շրջաններում Երևանի փետրվարի 18-ի մինչև 20-ի լույս գիշերը։ Դրան պիտի ասեմ, որ նախորդել էր ուսանողության շրջանում մերձեցման երեկոներ, այսպես կոչված, Արցախցի ուսանողության շրջանում Զեյթունի ուսանողական թղամասի ուրեմն մշակույթի դահլիճում, Նոր-Նորքի երկրորդ զանգվածի ուսանողական թղամասի մշակույթի դահլիճում եւ պիտի ասեմ հիմնական կազմակերպիչները մենք էինք։ Բայց այնպես ստացվեց, որ Իգոր Մուրադյանը ինձ անընդհատ խնդրում էր, որ իր բառերն եմ ասում, մատաղ պիտի այնպես անես, որ բարձրախոս գտնենք եւ այդ բարձրախոսը պիտի լինի քոմոդ, որ ուրիշի չտանք, սադրիչներ չլինեն եւ այլ։ Կարծեմ փետրվարի 19-ին հայտարարվեց, որ վաղը լինելու է ժամը 2-ին հանրահավաք, փետրվարի 20-ին եւ մենք արդեն այդ ժամանակ Ալեքսանդր Մյասնիկյանի անվան գրադարանում հանրային, որ հիմա կոչվում է Հայաստանի ազգային գրադարան, մի խումբ ընկերներով Սամսոն Ղազարյանը, ես, մեզ միացավ Համբարձում Գալստյանը, թեթև հավաքվեցինք եւ ասացինք վաղվա մեր այսպես կոչված թեթև ուրեմն նախաձեռնության մասին դարձյալ պահում ենք շատ խիստ գաղտնապահության պայմաններում։ Այնպես ստացվեց, որ դարձյալ հանրահավաքի բացման պատասխանատվություն ասեմ, թե պարտավորություն ասեմ, ես վերցրեցի իմ վրա եւ հայտարարեցի, որ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մեզ հատկապես ազգային մարզխորհրդի արտահերտ նստաշրջանը ամենայն հավանականությամբ կընդունի այդ որոշումը եւ մենք հավաքվում ենք, որպեսզի մեր զորակցությունը հայտնենք Լեռնային Ղարաբաղի ինքնահար մարզի մեր հայրենակիցներին։ Բառեր չեմ գտնում նկարագրելու համար, թե ինչպես էր հավաքվում ժողովուրդը, թե ինչպես են զանգվածները հավաքում։ Բավական ասեմ, ինձ Իգոր Մուրադյանն ասում էր, եթե 5000 մարդ հավաքվի, մենք հաղթելու ենք, բայց դուք պատկերացնում եք, մինչև երեկոյան ժամը 6-7-ը արդեն հավաքվել էր շուրջ 30,000 մարդ։ Ես հիշում եմ այդ Դուք պատկերացնում եք, որ ժամը 5-ի մինչև այդ Կենտկոմի քարտուղար, Գրողների միության նախագահ, Ժողինստիտուտի պրոռեկտոր, Շրջկոմի առաջին քարտուղար եկել են մեզ խցկվել են, որպեսզի ձայն տանք, որպեսզի բարակտում առաջացնեն։ Արդեն ժամը 5-ին Կենտկոմի առաջին քարտուղարը Լևոն Սահակյանն ինձ կանչեց Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը կուսակցության ասեց Կարեն Դեմիրճյանը խնդրում է որպեսզի պատվիրակություն կազմեք եւ մասնակցենք Կենտկոմի բյուրոյում տեղի ունեցող այդ քննարկմանը։ Ես դիմեցի մի անգամից Իգոր Մուրադյանին, պատվիրակության մեջ Իգորն էր, Վաչե Սարուխանյանը, Սիլվա Կապուտիկյանը, Աբովյանից մի տիկին կար Էման, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լեո Ալֆրեդովիչ Գասպարյան, Անի գիտարտադրական միավորման տնօրենը եւ ես։ Երկու անգամ այդ օրը հանդիպեցինք եւ ասացինք, որ խնդիրը սա է։ Դե գիտեք, 2 օր հետո արդեն ԽՄԿ Կենտկոմը, սադրիչ գործողություններ, էքստրեմիստներ, ծայրահեղականներ եւ այլ, սակայն դրա արժեվ առնել չէին կարող եւ այստեղ ժամանեցին Լուկյանովը, Դալգիխը, դարձյալ իրենց ներկայությամբ
իրենց մոտ տեղի ունեցավ այդ հանդիպումները, այնուհետև ժամանեցին ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրի առաջի տեղակալ եւ այլ։ Տևեց շուրջ 8 օր եւ որից հետո մենք գրողների միությունում ստեղծեցինք Ղարաբաղ կոմիտեն։ Նախքան այդ ստեղծվեց շարժման կամ հանրահավաքների կազմակերպման կոմիտե, որի մեջ մտան Իգոր Մուրադյանը, Մանվել Սարգսյանը, Վաչե Սարոխանյանը, Սամսոն Ղազարյանը, Ալեքսան Հակոբյանը, Աշոտ Մանուչարյանը, Սամվել Գևորգյանը, Աշոտ Մանուչարյանը, ես պիտի անպայման հիշեմ Ռոբերտ Այդինյանը, մի հրաշալի հայորդի, Արմեն Հովհաննիսյանը, գրողհրապարակախոս, Հենրիկ Իգիթյանը եւ ես։ Հիմնականում միտինգների վարման գործը պիտի ասեմ, որ ես էի կատարում եւ պիտի ասեմ, որ արդեն մենք փետրվարի 20-ի, 26, 27-ի մենք արդեն ունենք շուրջ 700,000, 600,000 զանգված, որոնք մասնակցում են հանրահավաքին։ Բավական է ասել, որ մի ծայրը հասնում էր Ամիրյան փողոց, Մաշտոցի փողոտա, մյուս ծայրը հասնում էր շրջանային, ներկայիս Կորյուն Աբովյան փողոցի հատված, մյուս ծայրը հասնում էր մինչև Անի հյուրանոց, մյուսը հասնում էր մինչև Կինո Մոսկվա։ Ահա, եւ մյուսն էլ հասնում էր մինչև Բաղրամյան Մոսկովյան խաշմերուկ։ Ես չեմ կարող այդ վառ խանդավառությունը պատմեմ։ Ասել, որ փոշիացրել ենք այդ շարժումը, այնուհետև Արցախյան ազատագրական պայքարը միանշանակ։ Որտեղ մեզնից հետո եկած այդ Ղարաբաղ, իմիջիալոց մենք ենք միայն կոչվել Ղարաբաղ կոմիտե, որը ստեղծվեց փետրվարի 28-ին, Իգոր Մուրադյան, Մանվել Սարգսյան եւ Գագիկ Սաֆարյան եւ Արցախից մեկական ներկայացուցիչներ յուրաքանչյուր շրջանից Արտուր Մկրտչյան, Կամո Սաֆարյան, Վիգեն Շիրինյան, Արկադի Կարապետյան եւ Սլավիկ Արոշանյան։ Տեսեք, անունների հետ կապված ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, որովհետեւ ես չեմ կարող բոլորին հիշել եւ բոլորին ասել։ Բայց ես իմ պարտքս պիտի համարեմ մի շատ մեծ հայրենիների անուններ տալ։ Մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյան, Կռում կոմիտեի նախագահ Արկադի Մանուչարով, Արտահերթ նստաշրջանի նախագահող Վիգեն Հայրապետյան, այնուհետև Արցախի ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյան, հետագայում ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, որոնց հետ ունեցել եմ փայլուն ընկերական, մարդկային, գաղափարական, չգիտեմ, պետական, տարբեր կարգի կապեր եւ այսօր ես ուղղակի եւ ափսոսում եմ եւ ապշում եմ, որ ինչու մեր մեջ այսօր բացակայում են այդպիսի գործիչները։ Գիտեք, Մանուչարովի խոսալուց նույնիսկ քարերն էլ են լսում, ես այդպես կարող եմ ասել։ Վաչիկ Գրիգորյանի հետ մենք գնացինք Կենտկոմի առաջի քարտուղարի մոտ, նա այն ժամանակ Ագրոարտի նախագահն էր արդեն։ Դեմիրճյանը որ տեսավ, այս մարդուն ապշեց։ Այս մարդու պատկերացումները, մոտեցումները, որ ասեց, դե համախմբված լինենք, պայքարենք եւ այլ։ Ես ուղղակի այնպես եմ ափսոսում Վաչագան Գրիգորյանի ուրեմն վաղաժամ մահվան արդիվ, որտեղ իր հետ ունեցել եմ նաեւ փայլու մարդկային հարաբերություններ, չնայած մեր տարիքային մեծ տարբերություններին։ Դե այնուհետև ես Արցախյան շարժման պատմությունը, Արցախի հանրապետության ճանաչումը, դա այլ հարց է, դրան կանդրադառնամ, բայց այդ նույն օրերին եւս մարդիկ են եղել, որոնք հարթակում կանգնած են եղել, որոնք ունեցել են անուրանալի մասնակցություն մեր շարժմանը, որոնք հետագայում դարձան լուրջ պետական գործիչներ։ Եվ ազատամարտի մեջ ես պիտի չվարանամ ասելու Սմբատ Հակոբյանին, այդ ոչտ որ ասում եմ Մուշեղ Մուխոյանի մեր աչքի դեմ անպայման Մուշեղ Մուխոյանը, որ դարձազոհվեց 90 ազատագրական պատերազմի մեկնարկին, Արտակը մեր մոտ կանգնած Կոլյան, Վարդենիսցի, Հրայր Ուլուբաբյանը ունեցավ անուրանալի մասնակցություն, էլի շատ անուններ, որոնք եթե ես չեմ էլ այս պահին կարողանում արտաբերեմ, ներողություն եմ խնդրում։ Պատկերացնում եք ոստիկանության համակարգից ինչպիսի անուններ, ինչպիսի մարդիկ մեզ մոտեցան։ Եվ քանի որ ես բնակվում էի ասպիրանտի տանը, ես դասախոսում էի Պետական բժշկական ինստիտուտում, հայոց պատմություն էի դասախոսում, այդ բարձրահարկում երկրորդ անընդհատ մարդիկ նույնիսկ մտահոգ էին իմ անվտանգության մասին։ Եվ պատկերացրեք, ես ընդամենը 1-2 դեպք պիտի պատմեմ, Գևորգ Սարգսյան, որը հայտնի մարաթու խմբի ղեկավար Մկրտիչ Սարգսյանի ավագ եղբայրն էր, ջրվեժ թաղամասի ոստիկանական
պաշտոնյաներ, թաղային չասեմ, ուղղակի պաշտոնյաներ, ինքն էր սպասարկում այդ տարածքը, ճանաչում էր ինձ, այդպես դեմքով, նույն գիշերը բերեց գումար հավաքած, բերեց, ասեց սա ոստիկանություն, ներքին գործերի նախարարության համակարգից մի մեծ փաթեթ տվեց, առաջին մարդը, որը գումար հավաքած բերեց, եղել է Գևորգ Սարգսյանը։ Այնուհետև մեկ եւ երկու օր չանցած նա ինձ մոտիկացավ, ասեց, գիտես, քանի որ ջրվեժ թաղամասը ոստիկանության կողմից, ներքին գործերի կողմից ես եմ սպասարկում նախարարության։ Ես կարող եմ այնպես անել, որ դուք հանդիպեք Անտոն Քոչինյանի հետ։ Փետրվարի 23-ի թե 24-ի գիշերը, երբ Լուկյանով Դալգի խաշտեղ էին, Գևորգ Սարգսյանը բերում է Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Անտոն Երվանդի Քոչինյանին եւ մենք հանդիպում ենք իմ սենյակում։ Նորքի իմ հանրակացարանի այդ սենյակում։ Եվ չեք պատկերացնում, ես իմ աչքերս բացվեցին, թե Արցախի պայքարը ինչպիսի նախապատմություն է ունեցել եւ ՀԿ Կենտկոմը ինչպիսի դիրքորոշում է ունեցել։ Այսօր էլ այդ հանդիպումը իմ համար մի մեծ հուշ է, ես դեռևս վաղ եմ համարում իմ անցած ճանապարհը հանձնել թղթին եւ գրչին, բայց կարծում եմ դրա ժամանակը կգա։ Պիտի անպայման ասեմ, ես վերջացնեմ կալանավայրերի վարչության աշխատակից շատ բարձր պաշտոնյա Սաշիկ Խաչատրյան, որը ինձ մեկը եկավ ասեց, ձեր Սաշիկ Խաչատրյանը հրավիրում է Քասախի Շահումյանի գաուտ կալանավայր, Սամսոն Ղազարյանը մեքենա ուներ, Սամսոն Ղազարյանի մեքենայով գնացինք 5000 ռուբլի եւ 2 ատրճանակ նվիրեց մեզ։ Մենք այն ժամանակ գիտենք, որ արդեն մեր փրկությունը մենք պիտի լինենք, որովհետեւ Սումգայիթը արդեն դա ապացուցեց, Սումգայիթը ապացուցեց, որ մեր երկրում ազգերի ինքնորոշումը եւ ուրեմն ազգամիջյան հարաբերությունները կամ համերաշխությունը ընդամենը եղել է կեղծ դոկտրիններ։ Եվ այդ հայորդին եւս ինքը լինելով Արցախի կամ ներքին ինչ են ասում Դաշտային Արցախի Շամխորի շրջանի Խաչակապ կամ Չարդախլու գյուղից։ Եվ պիտի անպայման հիշատակեմ իմ հրաշալի ընկերոջ Մեխակ Մեխակյանին, իմ ուսանողական ընկերոջը, որը արդեն պաշտոն էր զբաղեցնում ոստիկանական համակարգում, ներքին գործերի համակարգում եւ ունեցավ 4 զավակ։ Առաջինը, որ միացավ մեզ, Էջմիածնի շրջանի գյուղերից Մեխակ Մեխակյանն էր եւ հետագայում ունեցավ 4 զավակ, իր մաքրությամբ, իր ազնվությամբ ծառայեց ներքին գործերի նախարարությունը 6-րդ վարչությունում շատ բարձր պաշտոն էր զբաղեցնում եւ 94 թվականի մայիսի 1-ին զինադադարից 11 օր մնացած Քաջի մահով ընկնում է 94 թվականին, գիտեք, մենք մի հատված ունենք Մարտակետի շրջանում, մեր տարածքները յետ վերադարձնելու ահեղ մարտերի ժամանակ լինելով գումարտակի հրամանատար Քաջի մահով հերոսաբար զոհվում է Մեխակ Մեխակյանը, այնտեղ գիտեք, որ նաև կար Մեխակավան, գյուղական ավան կար, ի պատիվ մեր այդ մեծ հայորդու։ Առաջ անցնելով ես պիտի ասեմ Մեխակ Մեխակյանի որդին, ավակ որդին, այսօր զբաղեցնում է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Եվ եւս իսկ Գևորգ Սարգսյանի հայրը, Գևորգ Սարգսյանի որդին ներկայումս զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, նախկինում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը Արման Սարգսյանը։ Էլի շատ անուններ, դարձյալ ասում եմ, դուք չեք պատկերացնում, ասենք, ինչպիսի զանգվածային մոտեցումներ եղավ մտավորականների կողմից, մշակույթի գործիչների կողմից, չգիտեմ, ես ասեմ այդ օրերին ովքեր են ելույթներ ունեցել, Հովհաննես Չեքիջյան, Վիկտոր Համբարձումյան, նույն Սիլվա Կապուտյանի մասին ասեցի, Ռազմիկ Դավոյան, Արամայիս Սահակյան, Վիկտոր Համբարձումյան, չգիտեմ, էլի կարող եմ թվարկել այս շարքը, Հրաչյա Հովհաննիսյան, եւ այսպիսի նվիրական շարժում պատմության մեջ մենք չենք ունեցել։ Ես պիտի ասեմ եւս մի բան, ինչքան էլ փորձեն ինձ դատապետեն, չնայած ոչ թե դատապետեն, ունենալով խորին հարգանք։ Արցախյան շարժումից ստեղծեց Մաշտոց միավորումը եւ Մաշտոց շարժումը կապված լեզվի հետ։ Այս լեզվի եւ այլ։ Գիտեք դրանք քանի հոգի հավաքվեցին։ Մի 100 կամ 50 կամ 150 հոգի։ Արցախյան շարժումից հետո տեղի ունեցավ նաեւ անկախության շարժումը մայիսի 28, Մովսես Գյորգիսյան, Պարուր Հայրիկյան,
Աշոտ Նավասարդյան, Ազատ Արշակյան, բոլորին թվարկեմ, Ռազմիկ Զոհրաբյան, Անդրանիկ Մարգարյան, գիտեք քանի հոգի էր հավաքում ամենաշատը, մի քանի 100 հոգի։ Արցախի սուբյեկտանությունը հայ ժողովրդի պատմության մեջ Արցախի խնդիրը վեր է բոլոր խնդիրներից։ Դա ես ասում եմ այն հերոսական պայքարն է, որ ես ասում եմ, եթե այսօր ընդհատված է, ապա շատ ժամանակավորապես է ընդհատված։ Հայ ժողովուրդը այսօր ունի այդ ոգին մարտական, եւ ես պիտի ասեմ, որ պատմության մեջ սկսած 1920 թվականից մինչև այսօր, եթե հայ ժողովուրդը Արցախում, Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում ունեցել է համախմբման մեկ դրվագ, ապա դա եղել է միայն ու միայն Արցախյան շարժման, այնուհետև Արցախի ազգային ազատագրական պայքարի շնորհիվ։ Ես էլի անուններ դարձյալ չեմ ուզում ասեմ, որովհետև ես ինքս, եթե ինչքան շատ ասեմ, ինքս ես պարզապես հարկ եմ համարում խորին հարգանք այն մարդկանց, որոնք ընկել են Քաջի մահով, խորին հարգանք այն մարդկանց, որոնք այսօր ապրում են երկնային կյանքով, խորին հարգանք այն մարդկանց, որոնք եղել են մեր կողքին։ Ես այս անուններն էլ տվեցի ինչու համար, որովհետև շատ դեպքերում ես տեսնում եմ նրանց ծնողներին, նրանց հարազատներին, հազարավոր մարդիկ, որոնք այդ օրը եղել են ուրեմն մեր կողքը կանգնած, նույնը եղել է նաև ասենք Սումգայիթի, մինչև հիմա Սումգայիթի Զոհերի հիշատակի նվիրված խաշքարի տեղադրումը Հայոց ցեղասպանության ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դարձյալ եղել է մեր նախաձեռնությամբ Ղարաբաղ կոմիտեի եւ որտեղ եւ այդ բանը պատրաստել ենք Սմբատ Հակոբյանի հետ մեկտեղ էլի շատ անուններ ես պիտի ասեմ։ Բոլորի անունը չեն կարող տալ, ես ներողություն եմ խնդրում, ես այդ պատմական ակնարկը արեցի որպես խորին հարգանքի տուրք եւ հիշատակ նրանց ես պարզապես եթե ես ապրել եւ ապրում եմ իմ կյանքի այդ հերոսական պայքարը միայն ու միայն նրանց հիշելով եմ ասում, տեսեք, ոչ մեկը, նրանցից ոչ մեկը, անկեղծորեն եմ ասում, պետական լափամանից երբևիցե չի օգնել, նրանցից ոչ մեկը որևէ չարաշահում չի կատարել, առաջ ասնելով ես պիտի ասեմ, այսօր էլ ես շարունակեմ ապրել այդ կյանքով, իմ բազմահազար ընկերների մեջ չկա մեկը, որը պետական պաշտոնը իջարն է գործադրել իր անձնական կարիքների համար։ Դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, պարոն Սաֆարյան, եւ փորձենք արդեն խոսել ներկայիս իրավիճակի մասին, անդրադառնալ 1-2 օր առաջ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին եւ ինչու հենց երեկ ընտրեց Նիկոլ Փաշինյանը խոսել նորից իրական Հայաստանի այդ այսպես ասված գաղափարական այս մեր վերադասավորման մասին, ձեր տեսակետը բավականին հետաքրքիր է լսել։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ հաց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմետ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։
Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը դեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Պարոն Սաֆարյան, ինչ ունենք այս պահի դրությամբ։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո քննարկումներ եղան եւ հիմա որպես Ղարաբաղ կոմիտեի ղեկավար եւ Արցախյան շարժման ակունքներում կանգնած մարդ այսօր ինչը չեն կիսում Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որ չեն կարողանում իմի բերել խնդիրների մասին նստել միասին, թեև ինչ որտեղ պատասխան եղավ այս հարցին, բայց համոզիչ չէր, կարծում եմ, եւ հասարակության համար կա այդ հարցը։ Ինչու երկու նախագահները, ովքեր այդ շարժման ակունքներում եղել են, այսպես ասած, չեն կարողանում միավորվել եւ անվտանգության տեսակետից եւ արցախայցության խնդիրները լուծելու եւ իհարկե ինչպես իրենք են ասում, Արցախ վերադառնալու միակ տարբերակը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Շատ լավ։ Տեսեք, ես քանի որ մեր հարցը այնքան եւ նախորդ հարցը եւ այս հարցը եւ զուգակցում է եւ այնքան տարողունակ է, ես փորձեմ նաեւ ներկայացնեմ, երբ որ ասում եք շարժման ակունքներում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ոչ մի նախագահ Արցախյան շարժման սկզբնավորման ակունքներում չի եղել։ Ես սա ասում եմ բացարձակ ճշմարտություն։ Բացառվում է 1985, 86, 87, մինչև 88 թվականի փետրվարը Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ոչ մի նախագահ մենք չենք տեսել Արցախյան շարժման սկզբնավորման ակունքներում։ Միակ բարձր պաշտոնյան, որ 1987 թվականի եւ քաղաքական գործիչ եղել է, դա եղել է Վազգեն Մանուկյանը։ Դրանից բացի ես պիտի ավելին ասեմ, Լևոն Տեր-Պետրոսյանը առհասարակ Արցախյան շարժման սկզբնավորման հետ եւ ակունքներում էլ չի եղել կանգնած։ Նա միացել է 1988 թվականի մայիսի 31-ին դավադիր կերպով Ղարաբաղ կոմիտեն շարժումից հեռացնելու հետևանքով։ Իգոր Մուրադյանի, Մանվե Սարգսյանի եւ իմ ուրեմն մեր ղեկավարած Ղարաբաղ կոմիտեին հեռացնելուց դավադիր կերպով հեռացնելուց հետո գալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին ես պիտի ասեմ քաղաքական աղբանոցից ներկայացի ուրեմն մամլո ասուլիս չեմ երկնչում ասելուց ասենք Ղարաբաղցիները Ռոբերտ Քոչարյանի կոչով ինչու պիտի վերադառնա Ղարաբաղ հարց եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի արժեհամակարգը այնպիսինն է, այդ մարդը հայ ժողովրդի հետ եւ հայ մշակույթի հետ ոչ մի ընդհանրություն չունի, ոչ մի հաղորդակցություն չունի, նրան խորթ է հայ մշակույթը եւ հայ ժողովուրդը։ Նա ասում է, որ Ռուսաստանը նեղացել է մեզնից, քանի որ մենք դաշնակցել ենք իր թշնամիների հետ։ Ով է մեր թշնամին, այն որ նոյեմբերի այն որ ջերմուկի էսկալացիան Բլինկենի մեկ զանգով դադարեցվեց, այն որ 2024 թվականի ապրիլին ադրբեջանական հերթական ռազմական ներխուժումը կանխվեց, այն որ Եվրոմիությունը որ այստեղ բերեց դիտորդական առաքելություն քաղաքացիական մշտադիտարկում անելու համար եւ 2024 թվականի մարտից առաջ սահմանային լարվածություն չկա, որոնք են մեր թշնամիները, այն որ Ֆրանսիայի
լիազորագրով եւ Ֆրանսիայի թույլտվության պարտոնագրով Հնդկաստանը մեզ մի քանի 100 միլիոնների զենք է վաճառում եւ ասում է գիտեք ինչ կա Ռուսաստանը զենք է տալիս Ադրբեջանին, քանի որ նրա վրա պիտի ունենա վերահսկող մեխանիզմներ եւ ասում է ինչու՞ չտա բյուջեում նրանք ունեն որ զենք պիտի վաճառի ռազմավարական դաշնակիցը քո թշնամուն քո մեղմ ասած քո հակառակորդին զենք է վաճառում եւ գիտեք ինչ նշան բանը հայմատություն է բերում ասում է Իսրայելը կամ Թուրքիան Ադրբեջանի զենք չէ դուք պատկերացնում եք ինչ մակարդակ այդ մարդը Ռոբերտ Քոչարյանը մնացել է 80-ական թվականների մակարդակին այդ մարդը դեռևս չգիտի ինչ է նշանակում տարածաշրջան ինչ է նշանակում հարավային Կովկաս եւ գիտեք այդ մարդը այնքան է ստրկաբարո ծառայել ռուսական քաղաքականությանը եւ ստրկահաճո կերպով դարձել է կամակատար հենչման Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, որ այդ մարդու մոտ միշտ խզվել է իրականության ռեալ ընկալումը։ Եվ ես ուղղակի ուզում եմ մի հարց տամ, հարց են տալիս իրեն, ասում են քո գումարները միլիարդների մասին, ասում են բոլոր երևումը, մեկը չի ուզում հարցին, որ ասի կարող է քո միլիարդների ծագման աղբյուրը նկարագրել։ Մեկը չի ուզում հարցնի, որ ասի քո ընտանիքը Արցախի լրագրողը լավ էլ հարցնում է 44 օրյա պատերազմին ինչ նյութական մասնակցություն է ունեցել քո ընտանիքը Արցախի 50,000 բռնագաղթված ժողովրդին ինչ օգնություն է դրսևորել իմ պարագայում ես կարող եմ ասել մենք ինչ ենք արել թեկուզ նվազ գումարների չափով եւ ես պիտի ասեմ որ այս մարդը վաղուց նետված է քաղաքական աղբանոց է ինչպես ինքը այնպես է Սերժ Սարգսյանը այնպես էլ նրանց կամակատարները տեսեք բանակի թալանով տեսեք մարդը այնպեսի հեգնանքով է խոսում մեր պետական ատրիբուտների մասին էլ կլոն ասելով էլ չգիտեմ համաշխարհային գեքոր ասելով էլ շտաբի պետին չգիտես ինչ ձեռառնելով սարկաստիկ ոճով ընկեր շտաբի պետը պայքարել է Արցախի ազատագրության համար դուք չես պայքարել Եվ ինչ ասում, ես Լևոն Տեր-Պետրոսյանի շեֆ չեմ ասելու։ Լևոն Տեր-Պետրոսյանը շեֆ չի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահը։ Իսկ ինքը եղել է Արցախի Հանրապետության ոչ բարով ընտրված նախագահը, բոլորս էլ գիտենք նա ինչպես է ընտրվել նախագահ, առաջին անգամ Արցախի Գերագույն խորհրդի միջոցով, երկրորդ անգամ համապետական ընտրությունների եւ Սամվել Բաբայանի միայն ու միայն Սամվել Բաբայանի գործուն աջակցության շնորհիվ։ Ես պիտի ասեմ հետեւյալը Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին բերել է այստեղ, գիտեք, միայն մեկ նպատակով 1996 թվականի համապետական կեղծ ընտրությունների հետևանքով սասանվել էր ՀՀՇ-ի իշխանությունը։ Նա նրան բերել էր այստեղ, որպեսզի նրա իշխանությունը հավերժացներ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի Ղարաբաղի անցած ճանապարհը մի կանխատեսությամբ ես ընդամենը պիտի ասեմ։ Թվարկեցի Հենրիկ Պողոսյան, Արկադի Մանուչարով, Վաչագան Գրիգորյան։ Նա դրանց հետ երբեք չի ունեցել հաշտ հարաբերություններ։ Այսպես ասած, մեր բարեկամական պետական մոտեցման հարաբերություններ։ 1992 թվականի հունվարի 6-ին, երբ որ ընդունվեց Արցախի Գերագույն խորհրդի հռչակագիրը եւ ընտրվեց Արցախի Հանրապետության առաջին Գերագույն խորհրդի նախագահը, Իգոր Մուրադյանի հետ, քանի որ ինքն էլ էր падգամավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհրդի ժամանեցինք Ստեփանակերտ նախորյակին եւ գիտեք հունվարի 5-ի առաջի անգամ ընտրություններում կային 3 թեկնածուներ Արթուր Մկրտչյան, Ռոբերտ Քոչարյան եւ Լեոնարդ Պետրոսյան։ Առաջին ձայն հավաքողը եղավ ամենաշատ ձայն հավաքողը եղավ Արթուր Մկրտչյանը։ Բայց համապատասխան սահմանը չանցան, ուստի դրվեց երկրորդ քվեարկությունը։ Իգոր Մուրադյանը ինձ կանչեց եւ զրուցում էինք Արցախ հյուրանոցում, այն ժամանակ կոչում էր Ղարաբաղ հյուրանոց, ասես գիտես, քանի որ Մանուչարովը քոյդ մոտիկ է, Մանուչարովին ասա տեխնացություն չդնի եւ պաշտպանի Արթուր Մկրտչյանին։ Ես խնդրեցի Արկադի Մանվելովիչի Մանուչարովին, քանի որ ինքը նաեւ հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի падգամավոր էր, ես խնդրեցի, որ ինքը տեխնացությունը հանի եւ կոչով դիմի падգամավորներին, որպեսզի ընտրեն Արթուր Մկրտչյանին։ Ուրեմն երկրորդ փուլում մնացին Արթուր Մկրտչյանը եւ Լեոնարդ Պետրոսյանը։ Իհարկե Արթուր Մկրտչյանը հաղթեց,
մենք մեծ աշխատանք էինք կատարել եւ Արտուր Մկրտչյանը առաջարկեց Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը որպես Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղակալը։ Եվ պատկերացնում եք Ռոբերտ Քոչարյանը հավաքեց 4 թե 5 ձայն։ Այսօրվա նման ստույգ հիշում եմ, որտեղ բոլորը նրան դեմ էին։ Ահա նա այդպիսի հեղինակություններ։ Եվ նոր այդ ժամանակ Արտուր Մկրտչյանը առաջարկեց Գյորգի Պետրոսյանին ընտրել Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, որը որ անցավ եւ հաստատվեց։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում երբեք չի ունեցել հեղինակություն։ Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղում երբեք չի ղեկավարել որևէ կուսակցություն։ Նրան խորթ է կուսակցական պայքարը, նրան խորթ է նաեւ, ինչպես ասացի, հայ մշակույթը եւ հայ ժողովուրդը, նա ոչ մի նրա հաղորդակցությունը այս մեծ արժեքների հանդեպ զրո է, բացասական է, նա օտարոտի է ամեն ինչով։ Եվս մի բան պիտի ասեմ կապված 2026 թվականի ընտրությունների հետ կապված։ Իմ ընկերները եւ քաղաքական շրջանակները եւ այն ընկերները, որոնց հետ ես ամենօրյա շփման մեջ եմ, ես միշտ սովորաբար 3 թե 4 օր առաջ ասում եմ ով է ինչքան ձայն հավաքելու, հաշվի առնելով իմ ավելի քան 35 տարվա անցած ճանապարհը։ Չգիտեմ, իրենց խմբակցությունը ինչպես է կոչում։ Հայաստան խմբակցությունը այս ներկա վիճակով 5%-ի շեմը չի հաղթարելու, եթե հաղթարել է հազիվ։ Պատիվ ունեմի մասին ես կասեմ դա պատիվ չունեմն է, նա բացառվում է, եւ ես պիտի ասեմ, որ մեծ դժվարություններ է սպասում նաեւ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Շատ մեծ դժվարություններ է սպասում։ Սրա մասին ես կասեմ հաջորդիվ, կասեմ, գիտեք, հարցազրույցների ժամանակը կգա, որովհետեւ ես ինքս տեսնում եմ այսօր մեր երկրում ինչ է կատարվում։ Ավելին ասեմ, տեսեք, կապված նաեւ Եվրոքվեի, նաեւ ասենք քվեարկության, համաժողովրդական պլեբիսցիտի, չէ, ռեֆերենդումի բանը։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, դրանք հեշտ չի լինելու։ Դուք գիտեք, քիչ առաջ մենք խոսում ենք մեր նվիրական շարժման մասին Արցախյան։ Ասում եմ, պատմության մեջ մենք չունենք այդպիսի շարժում։ Մենք բոլորս եղել ենք անձնվիրաբար նվիրված մեր գաղափարների, մեր շարժումներին։ Ես ոչ մի անգամ լավ համանից կերակրատաշտից չեմ օգտվել։ Ես հիմա էլ շարունակում եմ նույն կերպ սատարել մեր օրվա, մեր պետականությանը, բացառվում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, կամ որևէ իշխանություն, կամ որևէ նախարար, չնայած հարյուրավոր ընկերների, մարդկանց, պաշտոնյաների հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, սակայն բացառվում է ես հետապնդեմ իմ պետական կամ իմ քաղաքական գործունեության, գիտական գործունեության մեջ բացառվում է ես հետապնդեմ որևէ անձնական շահ։ Այդպիսի բան լինել չի կարող։ Այնպես որ նորից եմ կրկնում 2026 թվականի համապետական ընտրությունները դրական առումով ռևանշիստական վրեժխնդիր մոլուցքով տարված այդ երկու խմբակցությունների նպատակները չի արդարանալու։ Գիտեք, ասենք, եթե երկրի նախագահը գալիս է այստեղ Արցախի վարչապետ լինելով գալիս այստեղ ընտրվում է երկրի նախագահ, այն էլ գիտեք, բոլորս գիտենք, կեղծ ճանապարհով է ընտրվել երկրի նախագահ։ Մեղրին սակարկում է բանակցությունների ընթացքում, ումից է թաքուն պահել։ Տեսեք, մի բան ասեմ, իմ խորին հարգանքը Վազգեն Սարգսյան, նրա հիշատակին, Վազգեն Սարգսյանն էլ իրավունք չուներ այդպիսի սակարկության մեջ մտնել։ Ունենք նախագահ, որը երթում է տվել, որը եղել է տարածքային ամբողջականության երաշխավորը, եւ սակարկել են Մեղրին Ղարաբաղի հետ։ Ղարաբաղի հետ ինչ սակարկենք։ Արցախը ի բնե ի ծնե եղել է հայկական։ Արցախում ստեղծվել է Հայաստանի հայկական կառավարություն։ Ինչը սակարկենք, դա եմ ուզում ասեմ։ Դա գիտեք ինչից է գալիս, որ Արցախյան շարժումը հանձինս Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նաև Վազգեն Սարգսյանի ենթարկվել է ձևախեղման, պրոֆանացիայի, անբարոյականության։ Եթե սկզբից ասում էին պայքար մինչև վերջ, այնուհետև միացում, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժը ստեղծեցին Ղարաբաղում միացում շարժումը, որպես ՀՀՇ-ի դրածոներ Ստեփանակերտում, որ շարժումը իր բնականon հունից շեղվեց, այն գաղափարները, որով Իգոր Մուրադյանի հետ մենք մտել ենք, սկսել ենք հիմնադրել ենք այդ շարժումը, շեղվեց իր հիմնական ուղուց։ Դա նրանից էր, որ
1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն հստակ գիտակցելով, որ սասանվել է իր իշխանությունը, առաջ քաշեց կեղծ դոկտրին, պատերազմի խաղաղություն եւ ասեց Սերգո ջան, Արցախը պիտի տանք, որ լավ ապրենք։ Արցախը տվել ենք, լավ ենք ապրում։ Ասում էր ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, ասինքն ինչ պիտի լինի։ Մեր երեխաները, մեր դուստրերը, մեր մայրերը, մեր կանայք պիտի զբաղվեն անբարոյականությամբ, որն է, որ կեղծ կատեգորիա չի ազգային։ Ասում էր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում ցեղասպանության 80-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր ելույթի ժամանակ մեղադրեց հայ քաղաքական ուժերին ցեղասպանությունը հրահարելու եւ իրագործելու մեջ։ Ասում էր ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից պիտի չլինի։ Իմիջիալոց առաջ անցնելով ես ասեմ, որ սկսած 1992 թվականից մինչև Բայդենի վարչակազմի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների պետության կողմից Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի գործ չի արել հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Դրանք արել են Սփյուռքում հայդատի ուժերը, դրանք արել են Սփյուռք հայ քաղաքական կուսակցությունները, դրանք արել են այն երկրները, որոնք բարեկամաբար են տրամադրված եղել եւ մինչեւ հիմա շարունակում են բարեկամաբար ունենալ փայլուն հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ։ Եվս մի անգամ պիտի շեշտեմ, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մնացած որոշ, չգիտեմ, այս մանր-մունր քաղաքական ուժերի կողմից 26 թվականի համապետական 2026 թվականի համապետական ընտրությունների մասնակցելը ես համարում եմ վրեժխնդրության ռևանշիզմի հերթական քայլ։ Նորից եմ ասում, նրանք ոչինչ չունեն անելու մեր քաղաքական դաշտում։ Նրանց համար խորհուրդ է ինչպես հայ մշակույթը, այնպես էլ մեծ հայքի տարածքը, այնպես էլ հայոց ցեղասպանության հիմնախնդիրները։ Առաջ անցնելով ես ասացի, որ նաև շատ դժվար, ահավոր դժվար է լինելու եւ ասում եմ այս պայմաններում բացառվում է որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կարող է ունենալ ձայների բացարձակ մեծամասնությունը։ Գիտեք, ինքս էլ տեղյակ լինելով ինչ է կատարվելու քաղաքական հորձանուտում, ես քանի որ միշտ մասնակցել եմ, ինչպես նաև մասնակցել եմ 21 թվականի հունիսի 20-ի համապետական ընտրություններին, ես պիտի ասեմ, իմ ամբողջ քաղաքական պայքարի նպատակն էլ լինելու է նա, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան սիամական զույգը ընտրություններում ոչ մի հաջողություն չունենա։ Դա պիտի լինի, ինչպես ասում են, այսպես կոչված թափանցիկ ձևով, որովհետև գիտենք, որ նախորդ համապետական ընտրություններում կաշառակերության ոչ մի դեպք չի եղել, եւ պիտի ասեմ, որ սա այսպես էլ պիտի լինի։ Ես ինքս, անգամ եթե միայն ես էլ մնամ, նրանց վերադարձը քաղաքական երկնակամար, նրանց քամբեքը բացառվում է։ Նրանք գտնում են քաղաքական աղբանոցում։ Պարոն Սաֆարյանից ինձ հուշում են, որ ընդամենը 3 րոպե ժամանակ ունենք։ Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը հատկապես սահմանադրության փոփոխման հետ կապված ձեր կարծիքը։ Կարծիքս առնելով, որ սա Ադրբեջանի շահարկման թեմա է դարձնելու։ Սա դառնալու է Ադրբեջանի շահարկման թեմա։ Ես շուտով դիմելու եմ իմ հանդիպումներս այն մարդկանց հետ, որոնք ընդգրկված են այդ հանձնաժողովում։ Նաև տեսեք, փոխադրումների ուղևորցի բարձրացումը չդարձավ քաղաքական խթան ընդդիմադիրների համար։ Իրենք հատկապես ես նկատի ունեմ կառավարության ղեկավարին, անձամբ Փաշինյանին պիտի չի երկնչեն ժողովրդի հետ հանդիպելուց։ Հենց թեկուզ 150 դրամը, եթե մենք գտնում ենք, որ 150 դրամը թանկ է, ապա Նիկոլ Փաշինյանը եւ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պիտի հանդիպեն ժողովրդի հետ եւ ապացուցեն, որ ինչու ենք մենք դարձրել 150 դրամ։ Այստեղ երկնչելու ոչինչ չկա։ Նկատի ունեք այդ առանձին ավտոբուսով գերթվեկելը եւ այլն, դա այդ ձևաչափը սխալ է աշխատում եւ իրոք իրենց վարկանիշը իջնում է։ Ավելավ է մտնի հանրության մեջ, ասելիք Պարտադիր կերպով նա կարող է արդարացնել այդ 150 դրամը։ Ես համոզված եմ, որ կարող ենք մենք ես ինքս էլ կարող եմ մասնակցել դրան եւ դա արդարացնեմ։ Գիտեք, ես ինքս գրեթե փոխադրամիջոցների շատ քիչ եմ օգտվում, որովհետև հիմնականում ընտրում եմ ոտքով քայլելը, հետիոտնային ճանապարհն եմ ընտրում։ Գալով սահմանադրությանը եւ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած
նոր Հայաստանի, իրական Հայաստանի, գիտեք, դրանք շատ լուրջ խնդիրներ են, հատկապես քանի որ ես մի օր պիտի անպայման ասեմ, եթե մենք պիտի հրաժեշտ տանք Արևմտյան Հայաստանին, եթե մենք պիտի հրաժեշտ տանք հայ մշակույթին, առածարին, ցեղասպանության, չնայած ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ ցեղասպանության ուրացման հետ կապված ոչ մի նշույլ չեմ տեսել։ Բայց սահմանադրական փոփոխությունների հետ կապված ես պիտի ասեմ, որ նրանք դարձյալ պիտի շրջվեն դեպի ժողովուրդը։ Անպայման, որպեսզի չասեն սրանք ադրբեջանական նարատիվներ են, որպեսզի չասեն սրանք սա են, որպեսզի չասեն Էրդողանն է ստիպել, մեկ մյուսն է ստիպել, մեկ այլն է ստիպել եւ այլ եւ այլ։ Բոլորս գիտենք, որ Ռուսաստանը անթակույց կերպով ամեն կերպ փորձում է ուրեմն քաղաքական դիակ դարձած ռեանիմացիայում գտնվող Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին բերի իշխանության եւ տապալել համաժողովրդական քվեարկություն քվեստացած օրվա իշխանությանը։ Բայց ես կրկնում եմ, այսպիսի պահվածքով մեր կառավարությունը երկար շարունակել չի կարող։ Եվ ուրեմն կապված սահմանադրության հետ, կապված սահմանագծման եւ սահմանանշման եւ սահմանազատման աշխատանքների հետ, կապված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, կապված Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության եւ հատկապես խաղաղության խաչմերուկի հետ, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պիտի անպայման շփվի հանրության մեծ լսարանի հետ, այլ ճանապարհով նա երկար պահել իշխանությունը չի կարող։ Առավել ևս սահմանադրության մեջ կան կետեր, հատկապես որոնք արտացոլված են եղել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում, մեր ինքնիշխանության հետ, պատմական տարածքների հետ, ցեղասպանության հետ, ելի խնդիրների հետ, որոնք անպայման պիտի ասեն Ադրբեջանը սա պահանջում է, սա պահանջում է, սա պահանջում է։ Բոլորս գիտենք, որ այսօրվա տեկտոնիկ իրադարձությունների պայմաններում, տուրբուլենտային հարաբերող աշխարհի պայմաններում մենք էլ պիտի կարողանանք մեր տեղը գտնենք։ Եվ մեր տեղը գտնելու համար մենք պիտի ավելի շատ մեր ժողովրդի հետ ունենանք առերեսվելու շատ հնարավորություններ, հատկապես Սփյուռքում, ինչը նշանակում Ֆրանսիայում կամ Ամերիկայում գնալ ունենալ 20 հոգու հետ հանդիպում, 30 հոգու։ Պարոն վարչապետ, Եվրոպայում եւ Ամերիկայում հանդիպումների հրավերի 300 հոգի։ Թող քեզ տան այնպիսի հարցեր, որ քեզ ցանկալի չլինի։ Քեզ տհաճ լինի, այստեղ էլ ամենայն դեպս այստեղ ավելի պիտի մեծ հազարներով, լսարաններով։ Ես էլ եմ պատրաստ լծվելու այդ աշխատանքին։ Ասում եմ, եթե մենք այսօր տեր չկանգնենք մեր պետականությանը, տեսեք, ես վերջացնում եմ Եվրոքվեի, չգիտեմ, Եվրոպական միությանը միանալու համար եւ այլ, տեսեք, ասենք ես մարդկանց գիտեմ, ասենք որոնք չեն այդ աշխատանքի պայմաններում չեն կարող 300,000 ունենալ ձայն, դա բացառվում է։ Նույնիսկ 150,000-ը չեն կարող ապահովել։ Դրա համար լուրջ աշխատանք է պետք։ Լուրջ աշխատանք անելու համար ես ասում եմ, մենք ունենք այդ փորձը։ Մենք գիտենք ինչպես ենք սկսել Արցախյան շարժումը։ Եվ ես ասեմ, որ ինչքան էլ մենք այսօր ուզենանք հրաժարվել մեր նվիրական արժեքներից, չգիտեմ, նվիրական, ասենք Արցախյան շարժումը չլներ, վերջացնում եմ, Արցախյան շարժումը չլներ, մենք չենք ունենա հիմա անկախ պետականություն։ Հենց դա էլ ասում։ Պարոն Սաֆարյան, ասելիքը բավականին շատ է, հետևենք զարգացումներին, հետևենք իրադարձություններին, այս ասուլիս այդ հայտարարությունները ամեն դեպքում քննարկման թեմա կդառնան, մենք կհանդիպենք եւ արդեն կտեսնենք ինչ իրավիճակ ունենք այդ պահի դրությամբ։ Ես եմ շնորհակալ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եւ հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։